Նոյեմբերի 16-ին ժամը 3-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի բաժնի բազումի բաժանմունքի եւ ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները շտաբ Վանաձորի Լենինգրադյան փողոց մեկնեցին։ Վթար էր տեղի ունեցել։ ՎԱԶ-2401 մագնիշի ավտոմեքենան բախվել էր փողոցի խանութներից մեկի ցուցաբեղկին ու հայտնվել ներսում։ Չնայած մեքենան ջարդուփշուր էր, վարորդը նույն փողոցի բնակիչ 20-ամյա Արմեն Ամիրխանյանը բարեբախտաբար չէր դուժել։ Առաջին հայացքից թվում է, թե պատմությունն այսքանով էլ պետք է ավարտվեր, բայց հետաքննության արդյունքում այլ բան պարզվեց։ Վարորդը ոչ սթափ էր, գրանցել ենք վթարը, ավտոմեքենան բերել ենք Տուգանային հրապարակ, ճանապարհին վարորդի հետ խոսալու ժամանակ, Արմեն Ամիրխանյանի հետ խոսալու ժամանակ ասեց, որ ավտոմեքենան վերցրել 4000-ով, որը կասկածի տեղիք տվեց, որ այդ ավտոն իրականում չարժի 4000, դրանից էլ պարզվեց, որ այդ ավտոմեքենան Իրանն չի, այլ փախցրել է։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողություններով, ինչպես եւ Ամիրխանյանի բացատրություններով հստակեցվեց կատարվածի ամբողջական պատկերը։ Պարզվեց, որ վթարից առաջ նա ընկերոջ տանն էր եղել, սեղան էին նստել, զրուցել, մի կտոր հաց կիսել, խմել։ Հետո արդեն գինովցած Ամիրխանյանը որոշել էր մեքենայով մի քիչ շրջել քաղաքում։ Թաքուն վերցրել էր ընկերոջ Արմեն Ավետյանի մեքենայի բանալիներն ու սկսել էր փողոցով վեր ու վար անել։ Թաքուն դուրս էր եկել, բայց նույն կերպ վերադառնալ չէր կարողացել։ Արագության պատճառով կորցրել էր մեքենայի կառավարումը, իսկ մնացածն արդեն հայտնի է։ Արմեն Ամիրխանյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի նոյեմբերի 19-ից 20-ը Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 7-ը, գողության 8 դեպքից 6-ը, իսկ խուլիգանության 1 եւ խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության եւ մարմնական վնասվածք հասցնելու 2-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 15 շենքի 11 բնակարանի բնակչուհի 75-ամյա Մարիա Բրիլևան։ Արտաքին տվյալներն են՝ սլավոնական դիմագծով, հասակը մոտ 160 սանտիմետր, նիհարավուն կազմվածքով, կրում է օպտիկական ակնոց։ Մարիա Բրիլևայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 28 22 20 27 0202 23 0202 հեռախոսահամարներով։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները խարդախության կասկածանքով նոյեմբերի 17-ին մերման են ենթարկել 28-ամյա Արմեն Տոնոյանին։ Պարզվել է, որ նա պարտք լինելով իր մի ծանոթին չարաշահել է նրա վստահությունը։ Նրա պարտքը փակելու պատրվակով օգոստոս ամսին նրա անունով համակարգչային տեխնիկայի խանութից ապառիկ համակարգիչ է գնել, խոստանալով ամսական մուծումները կատարել, իսկ համակարգիչն էլ վաճառել եւ այդ գումարով պարտքը փակել։ Սակայն տիրացել է համակարգչին եւ ամսական վճարումներն էլ չկատարելով պարտատիրոջը թողել ձեռնունայն։ Փաստի արդի ոստիկանության Արաբկիրի բաժնում կատարվում է հետաքննություն։ Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում Մայրաքաղաքի Բագրատունյաց 8 հասցեում գործող դեղատնից կատարված գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Կատարվածից 2 ամիս անց գողությունը բացահայտվեց։ Օպերատիվ տեղեկություններին ստացվել, որ Բագրատունյաց 8 հասցեում գործող դեղատնից գողությունը կատարել է Ալավերդի քաղաքի բնակիչ Հրաչը։ Սույն թվականի նոյեմբերի 14-ին ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ խմբով Բագրատունյաց 20 շենքի մոտից հայտնաբերել եւ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Ալավերդի քաղաքի բնակիչ Հրաչ Մկրտչյանին։ Ոստիկանությունում Ալավերդի 44-ամյա Հրաչյա Մկրտչյանը կարճ ժամանակ անց հիշեց երկամսյա վաղեմության դեպքն ու խոստովանական ցուցմունք տվեց։ Նախկինում 2 անգամ դատապարտված Մատ Մականունով Մկրտչյանը հիշալ օրը մտել էր դեղատուն եւ վաճառողից տակդիր ուզել։ Մինչ վաճառողը պահեստից բերել էր նրա պատվիրածը, Մկրտչյանը մեկնել էր ձեռքը վաճառասեղանից այն կողմ եւ դրամարկղից գումար հափշտակելով փախել։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։ Հերթապահ մասի տեսախցիկը շարունակում է արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների ակնհայտ խախտումները։ Տեսագրված խախտումներով կկազմվեն համապատասխան արձանագրություններ։
Ու